Քննարկում ենք հարց համար 31-ը ոստիկանությունում ծառայության մասին, օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցը զեկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, համեցեք Տիկին Սարգսյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացված ոստիկանության ծառայության մասին օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը նախագծով ըստ էության առաջարկում են կարգավորել 3 խումբ հարցեր։ Առաջինը եւ թերևս ամենակարևորն այն է, որ կադրային քաղաքականության փոփոխության մեր ընդհանուր սկզբունքների տրամաբանության մեջ մենք պարբերաբար փոփոխում ենք այն կարգավորումները, որոնք որ խոչընդոտում են կադրային քաղաքականության որդեգրված այն մոտեցմանը, որ ունի կառավարությունը ոստիկանության դեպքում, այն է ճկուն մեխանիզմների պայմաններում ներգրավել բարևարք պրոֆեսիոնալ կադրերի եւ պարբերաբար նրանց անցկացնել կրթական տարբեր խողովակներով, ըստ այդմ նաեւ զարգացնելով նրանց կարողություններն ու հմտություններն։ Այս պայծրությամբ ծառայության մասին օրենքը նախատեսում է, որ 18-ից 35 տարեկան անձինք են, որ կարող են հավակնել մուտք գործելու ոստիկանական համակարգ եւ վերին շեմի գոյությունը շատ հաճախ, երբ որ մենք ցանկանում ենք հասկանալ պատճառաբանությունը, հիմնավորումները նմանատիպ տարիքի նախատեսման, պիտի փաստեմ, որ չունեն այնպիսի հիմնավորումներ, որոնք որ մեզ թույլ կտան պահպանելու, շարունակելու պահպանելու այս կառուցակարգը եւ նաեւ միջազգային պրակտիկան եւ նաեւ ոստիկանական աշխատանքի փոփոխության միտումները մեզ թույլ են տալիս նշելու, որ կարևորը որակն է, որակական հատկանիշներն են անձի, որոնք որ թույլ պիտի տան պետությանը ընտրելու, ֆիլտրելու եւ հետագայում արդեն ծառայության անցկացնելու ոստիկանության համակարգում։ Ըստ այդմ առաջարկում ենք վերին շեմը տարիքային 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից եւ ըստ այդմ կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստականության վրա, կրթության վրա եւ ըստ այդմ տարբեր process-ների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին։ Այս պայծրությամբ մենք ունենք համանման մեխանիզմ արդեն իսկ, որը որ պիտի դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում, այն է իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաեւ հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը։ Այս պայծրությամբ մենք բավական մեծ թվով թափուր հաստիկներ ունենք համայնքային ոստիկանությունում, շուրջ 700 թափուր հաստիկի մասին ենք խոսում ընդհանուր առմամբ այս ծառայության դեպքում, սակայն այս ծառայությունը կարևոր նշանակություն ունի համայնքի հետ ամենօրյա սերտ աշխատանքի, ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների բացահայտման եւ առհասարակ պրոֆիլակտիկ աշխատանքների տեսանկյունից եւ քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, բնականաբար անցնելով այն բոլոր ֆիլտրերով, որոնք որ ես քիչ առաջ վկայակոչեցի, եւ ըստ այդմ, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Եվ եթե թվական տվյալներով նշեմ այս տեսանկյունից, ի տարբերություն գործող մեխանիզմի, այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 250,000 ՀՀ դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին արդեն ունենալ շուրջ 500,000 դրամական բավարարում։ Սա մի կողմից կբարձրացնի ծառայության գրավչությունը, բայց մյուս կողմից չի խոչընդոտի այն բոլոր սկզբունքների իրացմանը, որը որ մենք որդեգրել ենք։ Այն է ընտրել այն կադրերին, որոնք ունակ են իրականացնելու ոստիկանության առջև դրված խնդիրները եւ ըստ այդմ ստանալ արժանապատիվ վարձատրության հնարավորություն։ Ասեմ, որ սա մեկանգամյա կիրառման process է լինելու, որովհետեւ հաջորդիվ արդեն գնալու ենք միասնական ընդունելության խողովակով, որը պարեկային ծառայության ընդունելության խողովակն է, բայց հաշվի առնելով դրա ժամանակատարությունը, այս պայծրությամբ սա որպես միջանկյալ միջոց, որը որ թույլ կտա մեզ կարգավորելու մեր ընթացիկ հարցերը, որդեգրել ենք այս մոտեցումը։ Եվ ատեստավորման համակարգից բխող մեկ այլ մոտեցում եւս, որը որ փոփոխում ենք, արդեն իսկ ընդունված օրենսդրական կարգավորումներով թույլ էին տալիս ընդունված աշխատակցին 6 ամիս անց միայն հավակնելու ատեստացիոն process-ին եւ ավելացնելու իր դրամական բավարարումը 6 ամսվա փոխարեն նախատեսում ենք 2 ամսվա կանոնը, որովհետեւ կարծում ենք սա եւս լրացուցիչ խթան կլինի ոստիկանության համակարգ մուտք գործող անձանց մոտիվացնելու եւ նաեւ պատրաստվելու ատեստավորման եւ ըստ այդմ բարձրացնելու բնականաբար ֆինանսական այն բաղադրիչը, որ կարող է ծառայողը ունենալ ծառայության անցնելու պայմաններում։ Թերևս հակիրճ այսքանը, պարոն վարչապետ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած այս նախագծի հետ առնչվելիս մտածում էի, թե երբեմն ինչքան դժվար է, որ մենք ձևակերպենք եւ բարձրաձայնենք
ոչ թե բարձրաձայնենք, այլ որոշման աստիճանի հասցնենք այն, ինչ մտածում ենք, ընդ որում մտածում ենք երկար ժամանակ։ Այսինքն բաներ կա, որ մենք մտածում ենք, ընդ որում լինելով բարձրաստիճան պաշտոնյա, նախարար, կառավարության ղեկավար եւ այլն, բայց այդ մեր մտածածը չի ստացվում բարձրաձայնել։ Օրինակ, այս թեման ես երբեք չեմ հասկացել եւ մի քանի անգամ փորձել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչի 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել։ Եվ այս թեման ես նոր որ դուք զեկուցում եք եւ այս նախագիծը եւ ես ինձ ասում եմ, բայց արդեն 7 տարի ես այդ մասին մտածում եմ ու քննարկում ենք։ Ինչի է, այս որոշումը ինչի է այսքան ձգվում։ Եվ բարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում մանավանդ, չգիտեմ ինչի կանած դեպքում այդ հարցը տենց սրվեց, նաև հասակի բոյի խնդիրը առաջացավ, հիմա դա հանել ենք, հույս ունեմ, թե դե չենք հանել։ Հիմա օրինակ տեսեք ես ինչ եմ մտածում, մենք եկանք ասցին, գիտեք ինչ, եթե դուք այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք բարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել, եթե այս հասակի ցածրը մենք չենք ընդունում։ Ու ես այդտեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը ընդհանրապես մեր ինստիտուցիոնալ կամ ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիրը բացահայտում է։ Այդ մարդը ծնվել է այդքան, հասկանում եք։ Այդ մարդը այդքան է։ Այդ մարդը չի կարող անենցան ինքը եթե 1.35 է իր բոյը կամ 1.40 է, չի կարող այդ մարդը ոչ մի օբյեկտիվ բան անի, որ իր բոյը դառնա 1.57։ Բայց մյուս կողմից եթե ասենք օրինակ մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտները անգամներով բան են անում, գերազանցում են, մենք իրան բան չենք ասում։ Մարդը հիմա բնություն իրան տենց է ստեղծել։ 1.49 է այդ մարդու, ասում են քեզ չենք ընդունում աշխատանքի։ Բայց որ մարդը ասենք ենթադրենք 1.53 լինի, ընդ որում չեմ ուզում body shaming-ի մասին չի խոսքը, բայց ես կարծում եմ, որ այն զինվորական տրամաբանության ծառայության դեպքում մենք կարանք այդ ստանդարտը դնենք։ Խնդրում եմ ճիշտ հասկանանք, որովհետև ես ինքս էլ ավելորդ քաշով տառապող եւ ինչպես շատերը, բայց զինվորական ծառայության մեջ ասենք մարդը 153 սանտիմետր 177 կիլո, օրինակ, մենք իրան բան չենք ասում։ Բայց որ մարդը 149 սանտիմետր բոյ ունի, դե այդ մարդը ասում է, ինչ անեմ բայես հիմա լավ։ Ինչ անեմ, գնամ որտե գնամ բոյս 2 սանտիմետր երկար։ Այսինքն ինչ որ մեր այդ մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք, քեզ չենք ընդունում։ Ինչը ցույց է տալիս ինչքանով է ինքը կարգապահ, ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք, հա ոչինչ, նորմալ է։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է մտածում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր է բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասենք բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բա ինչ անի այդ մարդը լավ։ Այսինքն չենք հարցնում, դուք ի վիճակի ես այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս տրամաբանություն, ու բայց խնդրեմն այդ չի, խնդրեմն այն է, որ 7 տարի է մենք սրա մասին մտածում ենք ու երբեմն վախենում ենք բարձրաձայնենք, դե որ ասում ենք դե լավ, դե 70 տարի է, 35 տարեկանն է, էլի, բայց արժի որ այդ բանը փոխել ու դրա ես չգիտեմ ոնց է աշխատում, ոնց ենք անում ու իմ եզրակացությունն է նա, որ ուղղակի որ այս կետին հասել ենք, դրա պատճառը հետևողականությունն է, որ մի անգամ չենք խոսել փակել, այլ էլի առիթ օգտագործել ենք, խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք։ Եթե օրինակ նույն ես շատ ուրախ եմ, նույնիսկ չեմ այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի։ Նույնիսկ չեմ հավատում, որ սա հնարավոր է, թվում է թե պարզ բան է,
որ մենք ասել ենք լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևորը այն ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ այս գործելակերպը այսինքն շղթայական, սենց ամեն ինչ ծռելով, որ ստարտի կետը ծուռա դրած, մնացած ամեն ինչը ծռվում գնում է։ Եվ հետևաբար ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։ Բայց ուզում եմ անկեղծ ասեմ, որ լավ 6 տարի այս թեման ես պարբերաբար մեր գործընկերների հետ անընդհատ քննարկել եմ, sense նայել ենք ու ուրախ եմ, որ եկել այս կետին ենք հասել։ Բայց հիմա համայնքային ոստիկանության համար ատեստավորման կարգը նոր ենք մտցնում, հա, քանի որ նոր է ձևավորվեց ծառայությունը։ Պարոն վարչապետ, ատեստավորումը վերաբերում է բոլոր ուղղություններին։ Պարզապես հետևյալն է խնդիրը, եթե նոր ընդունված կադրի հետ գործ ունենք, կադրը հնարավորություն է ստանում մասնակցելու ատեստավորման process-ին ընդունվելուց հետո 6 ամիս անց։ Քանի որ սա նաև աշխատավարձային քաղաքականության տրամաբանության մեջ գրավչության պակասի խնդիրի առաջ է կանգնեցնում մեզ, մենք ասում ենք հետևյալը. ունենք շուրջ 700 թափուր հաստիկներ, հայտարարում ենք բաց ընդունելություն, եւ թե քաղաքացիական անձինք, թե մեր գործող ծառայողները կարող են մասնակցել այս ընդունելությանը։ Ընդունվում են, բայց պարտադիր անցնում են ՆԳՆ կրթահամալիրով, կրթական համապատասխան process-ով, դրա արդյունքում, եթե հաջողությամբ ավարտում են կրթությունը, ստանում են արդեն ատեստավորման չափ հավելավճարներով դրամական բավարարում, ոչ թե 250,000 դրամ, եթե ստանդարտ ընթացակարգով կընդունվեին աշխատանքի, այլ միանգամից միջին խմբի դեպքում պայմանական շուրջ 500,000 դրամ դրամական բավարարում։ Սա արել էինք նաև քրեական ոստիկանության դեպքում եւ ասեմ, որ բավական մեծ ընդունելության թիվ ունեինք թե քաղաքացիական անձանց մասով եւ թե նաև կանանց մասով ունեցել ենք դիմելիություն։ Սա ըստ էության լրացուցիչ խթան է, որպիսի ոչ միայն գործող ծառայողները ստանդարտ ատեստացիոն process-ով անցնելու պայմաններում ատեստավորվեն եւ ստանան դրամական բավարարում, այլ նոր ընդունվող ծառայողների համար մեկանգամյա օգտագործման պատուհան է, որը որ թույլ կտա մի կողմից համալրել թափուր հաստիկները, մյուս կողմից անձանց ավելի գրավիչ պայմաններով աշխատանք առաջարկել ոստիկանության Բայց քրեական ոստիկանությունը ոնց որ չհաջողվեց, չէ՞, առանձնապես մեծ տոկոս ապահովել քաղաքացիական նոր եկած մարդկանց։ Քրեական ոստիկանության դեպքում շատ մեծ տոկոս չունեցանք, պարոն վարչապետ, բայց ասեմ, որ բնույթն է կարևոր աշխատանքի, որովհետև եթե նույն քաղաքացիական անձինք շատ ավելի տրամաբանական տարբերակով կարող են անցնել պարեկային ծառայությունում աշխատանքի, քրեական ոստիկանության դեպքում պիտի մեր տրամաբանությամբ ունենանք հերթական շրջափուլով անցած աշխատող որպես այդպիսին պարեկային ծառայություն, հետո համայնքային ոստիկանություն, հետո նաև քրեական ոստիկանություն, եւ առավելապես ընդունելության շրջանակներում ունեցել ենք դիմորդներ, որոնք որ ՏՏ ոլորտում են ունեցել նվաճումներ, այսինքն կիբերհանցավորության դեմ պայքարի վարչությունում կոնկրետ ունեն քաղաքացիական անձինք, որոնք բարեհաջող այս process-ը անցել են ու ընդունվել են աշխատանքի։ Փոքր թիվ ունեցել ենք նաև կանանց եւ տղամարդկանց ստորին օղակներում, այսինքն ստանդարտ քրեական ոստիկանության աշխատանքում ներգրաման, բայց հաշվի ենք առել աշխատանքի բնույթը, որpիսի ցանկացած անձ, ով որ գոնե թե պոտենցիալը ունի քրեական ոստիկանության աշխատանքի, նոր միայն կարողանա անցնել այդտեղ աշխատանքի։ Կարծում եմ համայնքային ոստիկանության ֆունկցիոնալը նկատի ունենալով, որն առավելապես նաև նման է պարեկային ոստիկանության աշխատանքին, կկարողանանք ավելի մեծ թվով քաղաքացիական անձինք ներգրավել եւ նաև պահպանում ենք մեր այն սկզբունքը, որ 30%-ը հատկացնելու ենք կանանց տեղերին այս ընդունելության շրջանակներում։ Հիմա Տիկին Սարգսյան, այս փոփոխություն նշանակում է մարդը օրինակ ենթադրենք հաշվապահ աշխատել, լսում է ինչ որ իմաստով ուզում է փոխի իր աշխատանքը, հիմա մեզ լսում է, ասենք ենթադրենք 47 տարեկան է։ Ինքը հիմա կարա լսում այս ուղերձիրան վերաբերվում է, որ օրենքի ընդունման ուժի մեջ մտնելուց հետո ինքը կարող է դիմել եւ ծառայության անցնել համայնքային ոստիկանություն եւ այդ կրթական ծրագիրը անցնելուց հետո ինքը արդեն ատեստավորման մակարդակի աշխատավարձ կունենա։
Այո, պարոն վարչապետ, տվյալ հաշվապահը ենթադրվում է, որ ունի նաև բարձրագույն կրթություն, բակալավրի որակավորում։ Բարձրագույն կրթությունը պարտադիր է, որտեղ բարեկայանում մենք պարտադիր չենք համարում։ Այո, բակալավրի որակավորում պիտի ունենա անձը, եթե տվյալ տարիքային խմբում է, ապա կարող է դիմել եւ ասեմ, որ հաշվի առնելով բարձրագույն կրթության բաղադրիչը միանգամից կստանա, եթե չունի այլ զինվորական կոչումներ նախկինում փորձառությունից, լեյտենանտի կոչում որպես այդպեսին կունենա, այսինքն միանգամից սպայական կոչումներ եւս կշնորհվեն նրանց։ Ես կարծում եմ սա էլ այն դեպքն է, որ մենք հնարավորինս լայն իրազեկենք քաղաքացիներին եւ մեր սիրելի քաղաքացիները, ովքեր այդքան էլ գոհ չեն համայնքային ոստիկանության աշխատանքից, կարող են եւ նաեւ նրանք, ովքեր գոհ են, կարող են դիմել եւ համայնքային ոստիկանություն ծառայության մտնել, որ เป զի իրենցով բարելավեն համայնքային ոստիկանության եւ ընդհանրապես ոստիկանության աշխատանքը։ Շատ լավ այլ դիտարկումներ կան, համեցիկ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ուղղակի ուզում եմ մեր գործընկերներին եւ հանրությանը տեղյակ պահել, որ տարիքային համանման շեմ գործում է նաեւ քրեակատարական ծառայողների համար ու արդեն իսկ ունենք նախագիծ, որով որ այդ շեմը վերացնում ենք եւ շուտով կներկայացնենք կառավարության քննարկմանը, այսինքն քրեակատարական ծառայությունը եւս ազատականացնում ենք այն առումով, որ մեր քաղաքացիները անկախ տարիքից կարողանան դիմել եւ համալրել ծառայողների շարքերը։ Հիմա որ այդքան ասցիք, ուրեմն ավելի բաց եմ թեման։ 65 տարեկան մարդը կարա դիմի եւ ընդունվի աշխատանքի։ Պարոն վարչապետ, 65 տարին լրացած մարդը արդեն կենսաթոշակի տարիքի շղթայի մեջ է անցնում, այսինքն պիտի դրանից հետո անցնի կենսաթոշակի։ Բա մենք ռազմավարության մեջ ժողովրդագրության նաեւ ընդունել ենք, որ մենք ուզում ենք, որ նաեւ թոշակառուները ակտիվ աշխատանքի շուկայի մեջ ներգրավենք։ Չէ, հիմա այստեղ որոշակի առանձնահատկություններով է, բայց էլի ասենք օրինակ տեսական հնարավորություն չկա, որ 65 տարեկան մարդը եւ ֆիզիկական եւ մնացած տվյալներով կարա համապատասխանի։ Վարչապետ, վերին շեմի մասով եւս այս պայդրությամբ քննարկում ենք, ընդ որում գործող կառուցակարգերով, եթե գերատեսչության ղեկավարը հաշվի առնելով տվյալ անձի կարողությունները, կարող է որոշում կայացնել 1 կամ 2 տարով երկարաձգելու ծառայությունը տվյալ անձի, եթե նույնիսկ սահմանային տարիքը որպես այդպեսին լրացել է, բայց կարծում եմ այս մասով եւս արդեն հաշվի առնելով առանձնահատկությունները կարող ենք լուծումներ նախատեսել, որովհետեւ կարող են լինել այնպիսի ոլորտային ուղղություններ նույն ոստիկանությունում, որտեղ որ տարիքային այդ հատվածը եւս որևէ ինչ որ արտարոց նշանակություն ունենալ չի կարող։ Չէ, գիտեք ես ինչ նկատի ունեմ, մեր ստեղ խնդրեմը այն է, թե մենք ինչքանով ենք կարողանում անձի ֆունկցիոնալությունը օբյեկտիվ գնահատենք։ Եթե անձի ֆունկցիոնալությունը մենք կարողանում ենք օբյեկտիվ գնահատենք, օբյեկտիվ համակարգ ունենք, ընդհանրապես տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չի, որովհետև մարդը այդ ֆունկցիոնալությունը կարա կորցնի 57 տարեկանում, 38, 43, 65, 67, չեմ ուզում ավելի բարձր տարիք ասեմ։ Եվ այստեղ էլ է մենք ժողովրդագրության ռազմավարության մեջ ասում ենք, մեր ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով մենք պետք է բան անենք, մարդկանց ներգրավենք։ Հետո գալիս ենք ասում ենք համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, եւ մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տենց նախագիծ ենք քննարկում, որ եթե թոշակառուները, այսինքն մեխանիզմներ կան, որ թոշակի տարիքի գտնվող մարդկանց անձանց ներգրավելով մենք փորձենք համակարգերը այնպես կառուցել, որպեսզի թոշակի հետաձգման մեխանիզմներ դնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ճկուն պետք է լինենք, եթե ճկուն չլինենք, անընդհատ գալիս ենք նույն բաների մեջ։ Այստեղ իմ հարցը էլի տեսեք, հիմա ես մտածում եմ, բայց ես համարձակությունից չի հերիքում, ասեմ, եկեք վերջ տենց անենք, որովհետեւ ես էլի հարց եմ, մենք անձի ֆունկցիոնալությունը կարողանալու ենք օբյեկտիվ գնահատենք եւ արդյոք չի ստացվելու, որ դա էլ է խնդրեմ, որ մենք պոտենցիալ ունեցող թոշակ տարիքով ֆունկցիոնալություն ունեցող մարդուն չգնահատենք, չներգրավենք, բայց ուրիշ ռիսկ էլ կա, որ ֆունկցիոնալություն չունեցող մարդուն անընդհատ պահենք եւ դրա արդյունքում մեր ծառայությունների մեջ ճեղքեր առաջանան։ Այսինքն համենա
Ու ես առաջարկում եմ մենք այս թեմայի մասին էլի երկար մտածենք, հասկանանք, բայց իրոք դա ըտեղից բխում է։ Հիմա պարոն Մկրտչյանին հնարավորություն տանք, որովհետև ժողովրդագրության ռազմավարության հետ ես հիշում եմ, սա կարմիր թելով այս միտքը անցնում էր, որ մենք պետքա այդ պոտենցիալը օգտագործելու մեխանիզմներ ներդնենք։ Մեծարգո վարչապետ, ճիշտ եք, ժողովրդագրության հիմնասյուներից մեկը հենց ակտիվ ծերության ծրագրեր իրականացնելն է, որովհետև հաշվի առնելով մեր բնակչության կառուցվածքը եւ առաջիկայում Մեղություն այս մեր քննարկման համատեքստում ծերություն բառը ոնց որ սխալ են կարևոր տեղ դրել են։ Մենք ավակ սերունդ ենք օգտագործում, բայց իբրև ակտիվ ծերության ապահովման տրամաբանությամբ, բայց ասեմ, որ նույն ժողովրդագրության ռազմավարությունից բխելով մենք մինչև ժողովրդագրության ռազմավարության հաստատումը մենք աշխատանքային օրենսգրքում փոփոխություն իրականացրեցինք մասնավորի համար եւ ասացինք, որ կենսաթոշակային տարիքի հիմքով այլևս իրավունք չունի գործատուն մարդուն աշխատանքից ազատել։ Աշխատանքային պայմանագրով, եթե նույն 65+-ի 65+ տարիքի գտնվող մեր հայրենակիցները իրենք աշխատանքային պարտականությունները կարողանում են հավուր պատշաճ իրականացնել եւ գործատուն դա գնահատում է, այսինքն ֆունկցիոնալությունը, ապա ինքը չի կարող ուղղակի տարիքի հիմքով աշխատանքից ազատել։ Նաեւ մենք ունեցել ենք քննարկում, ունենք նաեւ հանձնարարական ուսումնասիրելու, նաեւ քաղաքծառայության ոլորտում նմանատիպ կարգավորում առաջարկելու, արդեն մենք ունենք որոշակի նախագիծ, դա առաջիկայում կքննարկենք գործընկերների հետ։ Բայց իսկապես այդ այն ժամանակ էլի տենց կարող է էլի մտածել եմ, բայց չեմ բարձրաձայնել դրա մասին, որովհետև ակտիվ ծերացում այդ արտահայտությունը հիմա կոնկրետ մեր այս քննարկման մեջ չի տեղավորվում։ Գուցե իմաստ ունի այդ բառը փոխարինել ուրիշ բառով, այլ տերմին մտածել դրա համար, որովհետև հենց ծերություն արտահայտությունը ոնց որ sense գալիս բախվում է քիչ առաջ մեր որովհետև ծերությունը աշխատելու մասին չի, հանգստանալու մասին է եւ այդ տրամաբանությունը կա, բայց ես առաջարկում եմ մտածենք այս մասին եւ եկեք բանի հասակ ճիշտ եմ, բոյ հասակ ճիշտ եմ ասում, հա, հասակի այդ սահմանափակումն էլ հանենք, որովհետեւ իսկապես մարդու բան է, մարդը չաղը ո՞նց է վնասազերծելու։ Հա? Ոնց է վազելու բանի հանցագործի հետևից։ Ոնց է թող մեկը բացատրի, ես ուղղակի չեմ ուզում էլի բան անեմ, մեկ ասենք տենց հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրանք բանի ֆիզիկական պատրաստության բաները անցել են, հա եկեք հիմա բոլորով վեր կենանք գնանք զինված ուժեր, գնանք ոստիկանություն, գնանք քրեակատարողական ծառայություն, էլ որտեղ կա, գնանք տենանք քանի տոկոսի մասին թղթի գրածն է համապատասխանում իրականությանը։ Եվ խնդիրը է դա, եւ բանը բոյով ըլնել դեռ չի նշանակում, որ բան ըլնել, այդքան ճարպկություն ունենալ, որ բան անել։ Այդ ամեն ինչը իրականացնել, էլ չեմ ասում, որ մարդը բնական այդ իր բոյն է։ Հիմա այդ է։ Նկատի ունեմ, երբ որ մենք իրան ասում ենք հասակը չի համապատասխանում, այդտեղ body shaming-ի էլեմենտ կա, բայց երբ որ ասում ենք, գիտեք, ինձ զինվորական ծառայության մեջ եք պետքա քաշի ստանդարտի մեջ լինեք եւ ֆիզիկական պատրաստության ստանդարտի մեջ լինեք, այդտեղ body shaming-ի ոչ մի բան չկա, ոչ մի էլեմենտ չկա։ Մեր պահանջն է, հիմա ուզում եք շատ լավ, չեք ուզում, ոչ մեկ չի ասում, ուրեմն գնացեք ուրիշ կյանքով ապրեք, որը ձեզ ավելի հարմար է։ Սրա մասին է խոսքը։ Համեցեք։ Պարոն վարչապետ, լիովին կիսելով ձեր մտքերը մի քանի դիտարկում եմ ուզում անել։ Ընդհանուր առմամբ մենք համապատասխան տարիքային խմբի անձանց մասով պիտի նաև նկատի ունենանք, որ մեր ընթացակարգերը անպայման չի, որ հանգեն միայն իրավապահ համակարգում տվյալ տարիքի անձանց աշխատանքի ներգրավմանը։ Սա առաջինը, երկրորդը այն է, որ
Նկատի ունեմ, որ մեր կառուցակարգերը կարող են թույլատրել կենսաթոշակային տարիքը լրացած անձին շարունակելու աշխատանքը, բայց պարտադիր չի, որ դա լինի անպայմանորեն բոլոր ծառայությունների համար բնութագրական բան, որովհետև նույն երբ որ խոսում ենք նաև հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի եւ հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպեսին, հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին որոշակի առանձնահատկություններ որպես այդպեսին վերապահել, բայց լրիվ համաձայն եմ, որ մենք մուտքի պահանջը պահպանում ենք, բայց հետագայում երբ որ ծառայության մասին ենք խոսում ընթացքի, այդ պահանջները այսպես թե այնպես սկսում ենք փոփոխել կամ հարմարացնել նրան, ինչին որ ուզում ենք։ Ասեմ, որ այս պայծրությամբ մեր կրթական խողովակում դիտարկում ենք ֆիզիկական պատրաստականությունը որպես կրթության պարտադիր բաղադրիչ, որովհետև եթե տարեկան վերապատրաստման բաղադրիչներից մեկը նաև ֆիզիկական պատրաստականության վրա աշխատանքը չի կոնկրետ ծառայողի լինելու, թողնել իր, այսպես ասեմ, հայեցողության այս process-ը կանոնակարգելու, կարծում եմ, այդքան էլ ճիշտ մոտեցում լինել չի կարող, որովհետև մենք ամեն դեպքում յուրաքանչյուր ծառայությանը բնորոշ որոշակի ֆիզիկական պատրաստականության առանձնահատկություններ ունենք, եւ ըստ այդմ մեր կրթահամալիրն է, որ պիտի կարողանա այս process-ը կարգավորի։ Վերջին ամիսներին մենք նաև փոխել ենք օրենսդրական այս կարգավորումը եւս, որ 3 տարին մեկ անգամ վերապատրաստման փոխարեն պիտի տարեկան պարտադիր վերապատրաստում անցնենք եւ այս պահեդրությամբ հենց մոդուլի մշակումն ենք իրականացնում, որպեսզի թե ֆիզիկական մասով եւ թե նաեւ բովանդակային բուն աշխատանքի մասով հասկանանք ինչպես ենք նաեւ գրավիչ դարձնում տարեկան վերապատրաստումը կոնկրետ մեր ծառայողի համար, որովհետեւ տարիներ շարունակ այս վերապատրաստումները դիտարկվել են որպես բեռ աշխատանքից կտրվելու ինչ որ մի process, որը սակայն ճիշտ հակառակ մոտեցումը պիտի ունենա։ Դե որ այսքան խոսեցինք, նաև այդ թեմայի հետ կապված, նույն բարեկայում ոստիկանությունը, երբ որ ձևավորվում էր, բարձր բոլորը շատ բավականին տենց ինտենսիվ պարապմունքներ էին անցնում եւ այլն։ Հիմա բարեկայում ոստիկանությունը ամբողջությամբ արդեն 2 տարուց ավել է, 3 տարուց ավել է կա, եւ ես չեմ ուզում թաքցնեմ, ժամանակ առ ժամանակ ներքին գործերի նախարարին ասում եմ, որ ես որոշակի անհանգստություն ունեմ, որովհետև արդեն տեսնում եմ, որ այդ մարզավիճակից արդեն դուրս ենք գալիս եւ դա խնդրեմ է։ Եվ հիմա ձեր ասած վերապատրաստումն էլ շատ կարևոր է, թե իր իրականացման որակը, որովհետև հիմա էլ որ մենք նայենք, բոլոր ծառայություններում այդ բաները կան։ Ֆիզիկական պատրաստության ստուգումներ, կրակայինի ստուգումներ եւ այլն, հարցը այն է, իրականությունը ինչ է, իրականությունը որովհետև այդ խնդրեմը կա։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ եմ հիշում, որ մենք բանակում էլ պայմանագրային զինծառայության անցնելու տարիքի էլի 35 սահմանափակում ունենք։ Այո, ճիշտ այդպես ունենք սահմանափակում։ Ինչի համար։ Էլի նույն պատմությունն է։ Էլի հասկանում եք, եթե էլի եմ ասում, եթե մենք անձի վիճակը ֆունկցիոնալությունը գնահատելու օբյեկտիվ համակարգ ունենանք, բոլոր խնդիրները կլուծվի։ Այսինքն 40 տարեկանը կարա լինի մայոր, չէ՞, կարա լինի, մենք չենք արգելում, բայց չի կարա լինի պայմանագրային շարքային զինծառայող, ինչի չի կարա լինի։ Եթե իր ֆիզիկական տվյալները բավարար են, ինչի չի կարա լինի։ Ու հետատարօրինակ է, որ մենք սրա մասին չենք բանանում, չենք խոսում։ Չնայած խոսում ենք, ընդեղ էլ ենք խոսում, բայց էլի շատ դժվար է այդ երկար կարծրացած բաների հետ։ Եկեք մտածենք բանակում էլ այդ նույնը անենք։ Հիմա 40 տարեկան մարդ է, 45 տարեկան մարդ է, պայմանագրային զինծառայող մանավանդ 5 տարով ենք, չէ՞ մենք պայմանագրերը կնքում։ Շնորհակալություն, մենք որոշակի փոփոխության արդեն ենթարկել ենք, բայց ցեզ էլ նամակներով գիտեմ, որ դիմում են, օրինակ կար, որ 45-ը լրացել էր եւ տարիքի բերումով հնարավոր չէ ծառայության ընդունել։ Այո, նաեւ քաղաքացիներ կան, կանայք կան, որ դիմում են ոստիկանության համար էլ, բանակի համար էլ, ասում եք, գնում եք տարիքը այդպես իրոք պարզ չի։ Հիմա եթե ոստիկանության դեպքում պարզվել է, որ սա հնարավոր է, բանակի դեպքում ինչ հնարավոր չի։ Եկեք, եթե գնում ենք, արդեն կառավարությունը փաստորեն օրենսդրական նախաձեռնություն եկել հասել է կառավարության նիստ նշանակման գնում ենք, եկեք բանակում էլ նույնը անենք։ Ստեղ խնդիր է, բայց նաև հասկանանք, որ այդտեղ ռիսկը բացում ենք,
եւ այդ ռիսկը պետք է կառավարենք անձի ֆունկցիոնալության գնահատման օբյեկտիվ համակարգ ունենալը։ Դրանով մեր բոլոր հարցերը կլուծվեն։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։